Այս տարի Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 25-րդ տարեկան ժողովը, որի ընթացքում մասնակցում էին ամբողջ ուրոլոգիական համայնքը Հայաստանի եւ հրավիրված հյուրեր տարբեր երկրներից, մոտավորապես 10-ից ավելի հյուր ունենք այս տարի։ Ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, ինչպես նաև Ֆրանսիայից։ Հյուրերը իհարկե կիսվեցին իրենց փորձով, ելույթներով ներկայացան, հայ ուրոլոգիական համայնքը նույնպես ներկայացավ բավականին լավ կազմակերպված ելույթներով։ Կոնգրեսի ընթացքում քննարկվեցին մանկական ուրոլոգիայից մինչև մեծահասակների բոլոր խնդիրները, կարելի ասել ուռուցքային հիվանդությունները։ Բոլոր թեմաներից զատ քննարկվեց նաև ռոբոտիկ վիրաբուժության ներդրման հնարավորությունները մեր պրակտիկայում։ Այս տարի առաջին անգամ ուրոլոգիական կոնգրեսի ժամանակ, հայկական ուրոլոգիական կոնգրեսի ժամանակ կատարվեցին կենդանի վիրաբուժություններ, այսինքն վիրահատությունները կատարվում էին Էրեբունի բժշկական կենտրոնում եւ նրանք հեռարձակվում էին կոնգրեսի վայր եւ նույն պահին բոլոր մասնագետները նստած կոնգրեսի վայրում կարողանում էին նայեն վիրահատությունները, որոնք որ մենք կատարում ենք Էրեբունի բժշկական կենտրոնում։ Իհարկե նորագույն տեխնոլոգիաները ունենալով մենք կարողանում ենք այդ բոլոր վիրահատությունները հեռարձակել 4K ռեզոլյուցիայով, այսինքն տեսախցիկները հնարավորություն էին տալիս, որպեսզի ամեն մի մանրուք, ինչպես մենք տեսնում ենք դա վիրահատարանում, նաև կարողանան տեսնեն հենց կոնգրեսի վայրում։ Նմանատիպ կոնգրեսները բնականաբար լինելու են շարունակական։ Մյուս տարի մենք պլանավորում ենք կազմակերպել ել ավելի մեծ կոնգրես, մեր հյուրերի քանակը արդեն նախնական ծրագրով մոտավորապես 15-20 հյուրեր ունենք արտասահմանից։ Տարածաշրջանի համար կկազմակերպենք շատ մեծ ուրոլոգիական միջոցառում։